Ես նման եմ իմ տորթերին, որոնք արտաքինից սովորական ու պարզ են, բայց իրաց ներքից շատ խորքային է ու շատ հետաքրքիր է։ Առաջին տորթս, որը վաճառել եմ, մարդիկ իրանց առաջինը միշտ հիշում են, չէ՞, այդ որ ասում են։ Հիշում եմ այդ տորթը, սարքեցի, չաստում եմ, պատկերացրեք, ֆոլգայի գարդոնի վրա մի հատ ֆոլգայի փաթաթել, այդ տորթը դրել էի, եկավ մի հատ թանկ մեքենա, ու ես այդ պուճուր տորթին սենց իջացրել եմ ներքև։ Վերջներ, այդ եղավ իմ առաջինը, հետո եկավ երկրորդը։ Ըստ էության մեր ամբողջ գործը քիմքի վրա է հիմնված։ Այս տեղի վրա ենք մենք աշխատում։ Ինչ կզգա մարդը ստեղ, այդ էլ մեր հաջողությունն է։ Մեկ էլ շատ կարևոր է հումքի ընտրությունը։ Ես գտնում եմ, որ մարդը պետք է բնական համ զգա, ինքը պետք է հասկանա ինչա ուտում, ինքը չպիտի շաքար ուտի։ Թանկ տորթի, լավ պրոդուկտի նպատակը հասկանալի լինել մարդուն։ Պատվերները շատացան, մեր վարանը շատ փոքր էր ու չէինք հասցնում անդադ այդ կռիվերը ովա հերթ էին դնում, թե այդ փոքր մեր վարանի մեջ ով պետքա, իրանց ասած ով պետքա մտնի։ Ու հասկացա, որ մենք պետքա ինչ-որ մեծ ավելի գործիք առնենք։ Դիմեցի Armlizing-ին, գնացի Expo Իտալիա, այստեղ պայմանավորվեցի արդեն իրենց հետ, որ գնալու եմ Expo, ընտրելու եմ ինչ-որ մի բան, կազմակերպեցինք այդ գործողությունները։ Շատ արագ կազմակերպեց, շատ հեշտ։ Կանայք փոքր բիզնեսում շատ կարևոր օղակ են, իմ կարծիքով, որտեվ իրանք ստեղծող են, արարող են, իրանք դաստիարակող են, իրանցից շատ բան է սկսում ու շատ կարևոր է, որ իրանք ունենան հնարավորություններ, թե դրամական, թե մնացած, ասենք, հնարավորությունները, որ պաշտպանություն ու աջակցություն ստանան բիզնեսմեններից եւ կազմակերպություններից։